Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան շատերի համար անակնկալ էր։ Չկար նախնական ազդարարում, չկար նաև տեղեկատվական արտահոսք։ Այցը ուղղակիորեն հաջորդեց Դոնալդ Թրամփի Չինաստան եւ Վլադիմիր Պուտինի Պեկին կատարած այցերին։ Ինչ ուղերձով էր Մարկո Ռուբիոն եկել Հայաստան եւ ինչ զարգացումների սպասել, մեզ հետ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Պարոն Բաղդասարյան, այցի նման հուշ օպերատիվ, կարելի ասել ֆորս մաժորային բնույթը ինչ հրատապ որակարգի մասին է վկայում։ Ես դա ֆորս մաժորային չէի անվանի, ավելի ճիշտ կանվանի հնարավորություն, որը Միացյալ Նահանգների պետքարտուղարը ձեռքից բաց չթողեց, նա ուղղակի Հնդկաստանից հետ գնալու ճանապարհին մի քանի ժամ հատկացրեց, կարծում եմ մի քանի պատճառով։ Առաջինը, այո, նախընտրական աջակցություն Հայաստանի իշխանություններին, ընդ որում դա անձի հետ կապ չունի, նա ոչ թե Նիկոլ Փաշինյանին է աջակցում Միացյալ Նահանգները, այլ իր քաղաքականությանը մեր տարածաշրջանում, որը վտանգված կլինի իրենց պատկերացմամբ, եթե Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի։ Դրա համար էլ իրենք եկել են աջակցելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ իրենց ծրագրերը առաջ է մղում մեր տարածաշրջանում, սա մեկ։ Երկրորդը, կարծում եմ, թրիպն էր, պաուզան երկարեց, պետք էր ինչ-որ հիշեցնել, որ այդպիսի ծրագիր կա եւ շարունակվելու է ծրագիրը անպայմանորեն եւ ընդ որում այդ թրիպը մենք պետք է հասկանանք, որ իրականում այնքան էլ Հայաստանի մասին չի, դա այն մասին չի, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ցամաքային կապ է ունենում, դա ավելի շատ այն մասին է, որ Հայաստանը Իրանի հետ ցամաքային կապ չի ունենում կամ ունենում է ամերիկյան վերահսկողության ներքո եւ ռուսների ոտը այստեղից կտրվում է։ Դա այդ մասին է, կարծում եմ, սա էր եւ երրորդը պետք էր Հայաստանին ոգևորել ցույց տալ աջակցություն, որովհետեւ մայիսի 28-29-ին Աստանայում մեծ հավանականությամբ ճնշումներ կլինեն Հայաստանի վրա վերջնագրային բնույթի եւ ահա Միացյալ Նահանգները եկել են ասելու ավելի համարձակ եղեք ձեր քայլերում, մենք ձեր կողքին ենք, որպեսզի հանկարծ տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ 10 քանի տարի առաջ, երբ Հայաստանը մի գիշերում դարձավ ԵԱՏՄ անդամ այդ ճնշումների ներքո տնտեսական ճնշում, կարծում եմ եկել են դա կանխարգելելու, նաեւ այս երեք նպատակներն եմ տեսնում։ Պարոն Բաղդասարյան, վերլուծական շրջանակներում խոսում է Թրամփի ուղու մասին, ինչը դուք հիշատակեցիք, որը ըստ էության ամերիկյան վերահսկողության կամ արգելափակված գոտու մասին է խոսում, Չինաստան, Եվրոպա եւ Հնդկաստան, հատկապես Միջինմիջանցքի, այսպես ասած, ճանապարհի հատվածը, ինչ կարող է լինել առաջիկայում, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուբիոն այստեղ էր գալիս Հնդկաստանից։ Իսկ մենք գիտենք, որ Հնդկաստանը եւ Եվրամիությունը առևտրային խոշոր պայմանագիր են կնքել եւ որի մասը կազմում է նաեւ Հայաստանը հենց լոգիստիկ առումով։ Տեսեք, մենք մի քիչ մեր հասարակությունը լավ չի ընկալում այդ թրիպ ասվածը։ Թրիպ դուք նկատել եք իմիջիայլոց, հենց որ թրիպի համաձայնագիրը ստորագրվեց, դրանից հետո Հայաստանի իշխանությունները իսպառ մոռացան խաղաղության խաչմերուկի մասին։ Բացարձակապես ձայն չեն հանում այդ մասին։ Ինչու՞։ Որովհետև խաղաղության խաչմերուկը ենթադրում էր հյուսիս-հարավ եւ արևմուտք-արևելք խաչմերուկ։ Թրիպը այն մասին է, որ արևմուտք-արևելք լինելու է, հյուսիս-հարավ չի լինելու։ Դրա համար էլ այդ մասին ձայն չեն հանում։ Եվ հասկանալի է, թե ինչու չի լինել, որովհետև այդպիսի խաչմերուկ մեր տարածաշրջանում արդեն կա, ցավոք սրտի դա Ադրբեջանն է։ Այնտեղով են ասում եւ հյուսիս-հարավը եւ արևմուտք-արևելքը։ Իսկ եթե խոսքը Թուրքիա-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապի մասին էր, ապա մենք հիշեցնենք, որ այդպիսի կապ արդեն կա Հրաստանի տարածքով, ընդ որում կար Սախալքալակ այդ երկաթուղին Թբիլիսի, դա անգամ 50%-ով չի ծանրաբեռնված։ Այսինքն կարիք չկար, ինչ եմ ասում Հայաստանի մասին չի, եթե խոսք լիներ ավելի կարճ ճանապարհի մասին, ինչու էր պետք կառուցել Բաքու, Մեղրի, Նախիջևան, Իգդիր, Կարս երկաթուղին, որը ավելի կարճ չի, քան Բաքու, Թբիլիսի, Կարս-Սախալքալակը, ավելի կարճ չի։ Եվ ի վերջ իսկ ավելի կարճը արդեն գոյություն ունի Հայաստանի տարածքով, Գյումրիով։ Այսինքն եթե խնդիրը լիներ Հայաստանը շրջափակումից դուրս բերելը, այդ ճանապարհը արդեն կար։ Խոսքը այդ մասին չի, խոսքը այն մասին է,
որ այո, պահեստային ինչ որ տարբերակ ունենան միջին միջանցքի, ինչու պահեստային, որտեղ հիմնականը Վրաստանով է, բայց քանի որ այնտեղ Ռուսաստանը ավելի հասանելի, ավելի մոտ է, պահեստային տարբերակ, ինչը մեզ համար լավ է, բայց վատ է, որ բացառվում է հյուսիս-հարավը։ Այս մասին է խոսքը։ Լավ, այս ամսվա սկզբին, ճիշտ ասած, Երևանում տեղի ունեցան շատ կարևոր իրադարձություններ, եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, նաև Մակրոնի այցը, իսկ մենք գիտենք, որ արևմուտք ասելով, հավաքական արևմուտք ասելով, վաղուց մեր պատկերացրած արևմուտքը չէ, այսինքն Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա։ Այսօր ըստ էության արճակատում կա Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև եւ հարց է առաջանում արդյոք Ռուբիոյի այցը նաև այս տրամաբանության մեջ չէր, երբ Հայաստանում ստորագրվեցին բազմաթիվ համաձայնություններ, պայմանագրեր այդ օրերին եւ նաև ինչպես հիշատակեցինք ավելի վաղ Հնդկաստանի հետ կապված այդ ուղղուց օգտվելու լոգիստիկ ճանապարհի հարցը։ Այսինքն Միացյալ Նահանգները միգուցե այստեղ Եվրոպայի հետ մրցակցության մեջ է արդեն միգուցե, այսինքն այդ այցը եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը միգուցե ընդհանրապես Ռուսաստանի դեմ չէր, այլ ավելի շուտ մրցակցություն Միացյալ Նահանգների հետ։ Իհարկե այդպիսի հարց կա, բայց Միացյալ Նահանգների թիրախները մնում են հիմնական թիրախներ Չինաստան, Ռուսաստան եւ ավելի փոքր թիրախը Իրան։ Այսինքն մեծ հաշվով Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները ռազմավարական թշնամիներ ու անգամ հակառակորդներ չեն։ Այնտեղ խնդիրն ընդհանրապես այն է, որ Եվրոպան ինքը պիտի վճարի իր աշխարհակաղակական շահերի համար եւ ոչ թե Միացյալ Նահանգները։ Բայց երկարաժամկետ կտրվածքով Եվրամիությունը Միացյալ Նահանգները նույն արևմուտքն են, քաղաքական արևմտյան նույն ուժային բևեռն է։ Կարող են ընթացիկ տարաձայնություններ լինել, իհարկե, բայց դա նույն բևեռն է եւ ես Հայաստանի տարածքում ցավոք սրտի այն որ անդադ ասում են այ Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է մղում, իրականում այդպես չի։ Իրականում արևմուտքն էլ է հիբրիդային պատերազմ մղում, ընդ որում ոչ թե Հայաստանի դեմ, այլ Հայաստանի համար։ Արևմուտքն ու Ռուսաստանը միմյանց դեմ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի համար, ցավոք սրտի Հայաստանի տարածքում։ Եվ սա հենց այդ հիբրիդային պատերազմի բաղադրիչն է։ Մեզանից ինչ են ուզում ի վերջո։ Մեզանից ուզում են, որ ռուսները այստեղից դուրս գան, Իրանը հյուսիսից փակ լինի նաև Հայաստանի հատվածով եւ վերջ։ Սա է իրենց ուզածը։ Այսուհանդերձ շահերի բախում գոյություն ունի եւ Հայաստանում Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի շահերը եթե բախվեն, ինչպես կբախվեն։ Հայաստանը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների բախման կիզակետում չի։ Մեր տարածաշրջանը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի բախման կիզակետում է։ Եվ միշտ որպես կանոն այդ դեպքում առաջանում են սպառնալիքներ, օրինակ Վրաստանի դեպքում այդպիսի սպառնալիք եղավ ռուսական ներխուժում։ Հայաստանի դեպքում Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի, բայց անվտանգային սպառնալիքները դրանից չեն նվազում։ Այդ սպառնալիքի դեպքում, եթե հիշում եք, Արևմուտքը Վրաստանին չօգնեց, երբ եղավ ռուսական պատերազմը, հնգօրյա պատերազմը, Արևմուտքը չօգնեց։ Մեզ համար կարևոր է հասկանալ, եթե հանկարծ Հայաստանի դեմ այնուամենայնիվ ինչ-ինչ պատճառներով նոր պատերազմ սկսվի, Արևմուտքը մեզ օգնելու է, թե չի օգնելու։ Սա մեկ առաջին հարցը։ Երկրորդ հարցը, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից կամ դուրս հանեն ԵԱՏՄ-ից եւ հապկից, Արևմուտքը կարողանալու է արդյոք մեզ փոխհատուցել 7-8 տարի շարունակ այդ 3 միլիարդ դոլարը, որը մեզ պետք կլինի այդ առանց ցնցում այդ իրավիճակից դուրս գալ։ Ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ ոչ հրապարակային հատվածում Ռուբիոյի այցի ընթացքում այդ հարցերն էլ են քննարկվել, որովհետև եթե նրանք գալիս մեզ ասում են շարունակեք ավելի համարձակ, ավելի վճռական եղեք, այդ վճռականությունը գին ունի եւ հույս ունեմ Հայաստանի իշխանությունները գոնե բարձրացրել են այդ հարցը, որ գիտեք համարձակ լինելը մի բան է անհատի դեպքում, բոլորովին այլ բան է, երբ որ պետությունը գնում է այդպիսի ռիսկի առանց երաշխիքների, ընդ որում ռեալ երաշխիքների։ Այ խոսեցինք ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի մասին,
մի քանի օրից ընդամենը Աստանայում տեղի ունենալու հերթական նիստը, որտեղ ըստ ռուսական կողմի հայտարարությունների քննարկվելու հենց այդ հարցը, նաև այդ հարցը։ Ինչ եք կարծում, կդրվի Հայաստանի արչև կամ-կամի հարցը, ընտրության հարցը, եւ եթե դրվի, ինչպես դա կարող է հանգուցալուծվել։ Արդեն դրվել է այդ հարցը ոչ պաշտոնապես։ Մեզ արդեն անընդհատ ասում են երկու աթոռի վրա չի կարելի նստել, դա անհնար է, եւ Հայաստանի իշխանությունները ընդունում են, որ այո, դա իսկապես անհնար է։ Կոշտ Հայաստանին դուրս կվռնդեն այնտեղից թե չէ։ Ես չգիտեմ, այդպիսի ընթացակարգ կա թե չկա առաջին, եւ երկրորդ կարծում եմ, որ այնտեղ վետո դնողներ կգտնվեն այդ հարցի վրա։ Առաջին հերթին իդեմս Ղազախստանի, որովհետև միջին միջանցքի հիմնական շահառուն կենտրոնական Ասիան է, որը խնդիր ունի Ռուսաստանը շրջանցելով հայտնվել արևմտյան շուկաներում։ Այլ հարց է, որ եթե դա չստացվի, Ռուսաստանը կարող է իր տնտեսական զինանոցը կիրառել երկկողմ հարաբերությունների ասպարեզում, հայ-ռուսական հարաբերությունների ասպարեզում։ Ինչպես դա կարտահայտվի։ Օրինակ կարող են ներգակիրները, այո, շաբաթը մեկ կարող են նորոգել գազամուղը, երկու շաբաթը մեկ կարող են վերանորոգել Լարսը, եւ այդ փոքր տրանսֆերտները միգուցե պակասեն դա ավելի բարդ կլինի, բայց ավելի փոքր քայլեր, օրինակ գյուղատնտեսական մթերքների ներկրման դժվարություններ առաջացնել, եւ այսինքն զինանոցում շատ միջոցներ կան, եւ լավ կլինի, եթե Ռուսաստանը սահմանափակվի միայն տնտեսական խնդիրներով, որովհետեւ անվտանգային առումով նույնպես ցավոք սրտի այնտեղ լծակներ նրանք ունեն։ Ինչ կարող են անել։ Օրինակ կարող են Հայաստանի դեմ, այսպես ասենք, համատեղ բարդ օպերացիա հրահրել, ինչպես իրենք էին մի անգամ ասում, նույնն էլ արևմուտքին է վերաբերում։ Ռուսական մեդիա դաշտի ներկայացուցիչները անverջ պնդում էին, որ Հայաստանում պետք է իրականացնել ուկրաինական սցենարը։ Դուք դա նկատի ունեք։ Ես նկատի ունեմ, որ քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր սահման չունեն, եթե ունենային, դա հնարավոր կլիներ։ Կարող են երրորդ կողմով, երրորդ երկրների միջոցով։ Չէ, Ղրիմի դեպքում իրենք այնուամենայնիվ Կերչով այնտեղ կարելի ասել, հետո այնտեղ հարակվե արեցին, դա ներկայացվեց որպես հենց դա նկատի ունեմ, հանրաքվե։ Դա Հայաստանում հնարավոր չեմ համարում։ Կարող է հասարակության ինչ-որ հատված մտավախություն ունենալ, որ Ռուսաստանում օրենք ընդունվեց, որ իրենց զինված ուժերը կարող են օգտագործել որևէ երկրում, եթե իրենց քաղաքացիներին վտանգ է սպառնում, բայց նույնիսկ դրա հավանականությունը ես քիչ եմ ցածր եմ համարում, որովհետև կարծում եմ այդ հարցով երևի մեզանից ավելի շատ ղազախները պիտի մտահոգվեն եւ չեմ էլ կարծում, թե այդ օրենքի թիրախը մենք էինք։ Հիմա երբ Հայաստանը հայտում է աշխարհաքաղաքական մեծ երկու բևեռների արանքում, փրկողակը այս դեպքում ո՞րն է Հայաստանի համար։ Հայաստանի համար նախ ցնցումը տուրբուլենտային ժամանակներում պետք չի կտրուկ քայլեր անել։ Առաջինը պետք չի շտապել, եթե դա հնարավոր է։ Երբ որ դու չգիտես ինչ կլինի Իրանի դեմ պատերազմի արդյունքը, ինչ կլինի ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքը, այդ անորոշության մեջ ցանկացած նույնիսկ առաջին հայացքից հաշվարկված քայլ կարող է սխալ լինել։ Հետևաբար փոքր երկրները պիտի կտրուկ շարժումներ չանեն։ Պիտի փորձեն ժամանակ ձգել, չնայած անընդհատ շտապեցնելու են, ինչպես Ռուսաստանն է շտապեցնում, ինչպես Արևմուտքն է շտապեցնում հիմա։ Պետք չի շտապել, որովհետև այս իրավիճակներում հաշվարկել հնարավոր չէ բոլոր հետևանքները պարզապես։ Ռուբիոն, կարծում եք, սահմանափակվել է ընդամենը այս փաստաթղթերի ստորագրմամբ եւ հայտարարություններով, թե նաև եղել է գաղտնի քննարկում իրանական թեմայով, չեք կարծում։ Կարծում եմ, որ եղել է, որովհետև Ռուբիոն միայն արտգործնախարար չէ, նա նաև ազգային անվտանգության խորհրդականն է։ Որը հայտնի է Իրանի հանդեպ հատկապես կոշտ հայտարարություններով։ Այո, եւ իր պաշտոնը կոնկրետ ինքը ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նաև։ Իսկ դա շատ բարձր եւ շատ կարեւոր պաշտոն է եւ իմջալոց չմոռանանք, որ մեր մեդիատիրություն շատ է խոսում, որ այ Ռուբիոն եկավ Բաքու չմեկնեց, բայց նույն օրը, այսինքն այսօր Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Միացյալ Նահանգներ։
եւ մեծ հավանականությամբ Ռուբիոից մի քանի ժամ ավելի շուտ կհասնի այնտեղ, ես կարծում եմ, որ Վաշինգտոնում այնուամենայնիվ նրանց միջև հանդիպում կլինի։ Միացյալ Նահանգները Ադրբեջանի հետ ինչ ունի քննարկելու։ Եթե Թրիփի հարցն է, Թրիփի ճանապարհը անցնում է Հայաստանի հատվածով եւ Ադրբեջանի հետ վաղուց պայմանավորվել են։ Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում Ադրբեջանի հետ որևէ հարց չունի, Հայաստանի հետ որևէ հարց չունի։ Նրանք հարց ունեն տարածաշրջանի հետ։ Նրանց ծրագրերը տարածաշրջանային են։ Չկա Ամերիկայի քաղաքականություն, հայաստանյան քաղաքականություն, ադրբեջանական քաղաքականություն, վրացական չկա։ Իսկ տարածաշրջանային որևէ պրոյեկտ առանց Ադրբեջանի համաձայնության եւ առանց Հայաստանի համաձայնության հնարավոր չէ։ Դրա համար էլ անիմաստ է այդ հարցերը քննարկել միայն Հայաստանի հետ որևէ հարց, որովհետեւ ելի եմ ասում, Տրիպը, եթե Ադրբեջանի հետ կապ չունի, ուրեմն բաում հետ կապ ունի։ Այսինքն այդ ճանապարհով բեռները որ տարածքներով են անցնելու։ Եթե ամփոփենք, որն էր Վաշինգտոնի գլխավոր ուղերձը Երևանին։ Սա զուտ աջակցության ժեստ էր Նիկոլ Փաշինյանին, թե աշխարհակահաղական կոնկրետ պահանջների փաթեթ են ներկայացրել։ Աջակցություն չնահանջել, ռուսական ԵԱՏՄ սպառնալիքներին չտրվել, ինչպես իրենք են ասում դուխով, մենք ձեզ չենք մոռացել, մենք ձեր ծրագիրը չենք մոռացել, շարունակեք նույն ոգով, սա է, կարծում եմ։ Որևէ փաթեթ չկար։ Եթե որևէ փաթեթ լիներ, կարծում եմ Հայաստանի իշխանությունները առաջկա մի շաբաթում դա կթմբկահարեն, ահավոր ձևով կներկայացնեն որպես դարակազմիկ իրադարձություն, ինչ որ։ Իսկ Հայաստանը ինչ տնային առաջադրանք ունի կատարելու այցից հետո։ Ես չգիտեմ կոնկրետ ինչ առաջադրանք են դել, առաջին առաջադրանքը հասկանալի է հաղթել ընտրություններում իշխանություններին հնարավորինս բարձր տոկոսներով, որպեսզի հետագայում ցանկացած զիջում ներկայացվի որպես ժողովրդի կամք։ Չմոռանանք, որ տեսեք 44-րդ պատերազմից հետո ես այդ զուգահեռը բերեմ, երբ խոսում էի, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի 70%-ը հանձնեց, ես ասում եմ, չէ, 70%-ը չի հանձնել, իրականում 100%-ն է հանձնել։ Ուղղակի 70%-ը Ադրբեջանին է հանձնել, 30%-ը Ռուսաստանին է հանձնել։ Հիմա նույնը տեղի է ունենում փաստացի Մեղրիով անցնող ճանապարհի կամ Թրիփի հարցում, որովհետև երբ որ Ադրբեջանը պահանջում է Զանգեզուրի միջանցք, Թրիփը միջանկյալ տարբերակ է։ Հայաստանի իշխանությունները փաստացի հանձնել են դա, բայց հանձնել են ոչ թե Ադրբեջանին, այլ Միացյալ Նահանգներին։ Փաթեթավորումը պարզապես տարբեր է։ Չէ, ուղղակի երկքայլանի կոմբինացիա է, դա առաջին քայլն է, երկրորդ քայլը, ինչը այնտեղ գրված էր, երրորդ կողմերի ներգրավում, չմոռանանք։ Այսինքն տեղի է ունենում այն, ինչ 44-րդ պատերազմից հետո Արցախում սկզբից տվեց ռուսներին, հետո ամբողջ գործընթացը այն մասին էր, թե ինչպես ադրբեջանցիները ռուսներից վերցնեն։ Նույնը կարող է լինել նաև Թրիփի դեպքում։ Ինչ զարգացումներ սպասել առաջիկայում։ 1 ամսվա, 2 ամսվա։ Թե բոլորը կախված է ընտրությունների արդյունքներից, ընդ որում անգամ ոչ միայն հաղթողից, թեև կհաղթի, այլև թե այդ հաղթողը քանի տոկոսով կհաղթի։ Մի կերպ 51%, թե սահմանադրական, ինչ ես կարծում եմ չի լինի, բայց անգամ դրանից է կախված։ Եվ կախված է ընդդիմության պահվածքից եւ թեզերից, որովհետեւ ընդդիմությունը պիտի ասի, թե ինչ այլընտրանք է առաջարկում կոնկրետ։ Ոչ թե ներկայացնի, թե ինչու են իշխանությունների այս ծրագրերը վտանգավոր, այլև ներկայացնի հստակ ծրագիր, որովհետեւ մենք տեսնում ենք ինչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը, վտանգները տեսնում ենք, ընդդիմության առաջարկածը կոնկրետ չենք տեսնում։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք քաղաքագետ Արմեն Բաղդասյանի հետ։ Ցտեսություն։